Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Բարև ձեզ։ Այսօր Հայրեվորթի Վարդանովներ ոդկասթի հերթական թողարկումն է ու այսօր խոսելու ենք Սփյուռքից։ Միտքը պետք է որ իմը լիներ, քանի որ վերջերս այժմ շատ են մարդիկ կան տենց որ շատ են քննարկում Սփյուռք, հայկական Սփյուռքը, բայց զարմանալիորեն այն առաջարկել է հայրս։ Փորձելու ենք մի փոքր սեղմ ժամկետում անենք, քանի որ այսօր Աթանից է վերադարձել հայրս։ Մի քանի ժամ ղեկի վրա եմ եղել։ Իմ նիստն էլ, հա, ես էլ մի անգամից այժմ նիստից եմ գալի, մինչև ժամը 8-ն է տևել։ Երևի իմաստունի ասեմ թե խի է իմ մոտ այդ միտքը առաջացել։ Հա, ասա։ Աթանում դե ոմայի հավաքներն ա տեղի ունենում, մատանիներ տվեցի, այդ արծաթի մատանիները ոմայի հանձնեցի երկու կուրսանտի, ովքեր որ երրորդ անգամ էին եկել հավաքների, դե մեր մոտ տես տրադիցիա է, Հայաստանի Հանրապետության բնակիչը կամ Արցախի Հանրապետության բնակիչը, դե հիմա մենակ երևի արդեն Հայաստանի Հանրապետության, 3 անգամ հաճախում է հավաքների, այդ 10-օրյա հավաքների եւ ստանում է արծաթի մատանի ոմայի նշանով, որը այս մատանին։ Դե դա նույնիսկ ասենք հրահանգիչները, ինստրուկտորները ու հրամանատարները խմբերի իրանք դա չեն ստանում, թեկուզ 10 անգամ գան, պետք է գաս որպես ուսանող 3 անգամ, իսկ արտասահմանցիները 2 անգամ հաճախելուց են ստանում մատանիները։ Ուրեմն հավաքի 1/3-ը Սփյուռքից էին, ինչպես միշտ կարելի ասել։ Հիմնականում 1/3-ը Սփյուռքից են եւ մենք ամեն ինչ արել ենք, որ Սփյուռքը ուժեղանա, որ Սփյուռքը լինի գոնե Սփյուռքի ներկայացուցիչները իրար ճանաչեն եւ ճանաչեն եղբայրաբար եւ անհրաժեշտության դեպքում կարողանան պաշտպանել իրանք իրենց եւ ինչի՞ չէ նաեւ ասենք պաշտպանության գործում ձեռնեկնեն իրենց հայրենակիցներին Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այդպես միտքը մոտս առաջացավ։ Բայց արի միջև այդ թեմային անդրադառնալը մի հատ հիշեցնենք մեր նայողներին, որպեսզի էմոցիաներ ցույց տան նայելուց, այսինքն լայքեր, դիզլայքեր, կոմենտներ, դիզլայքեր էլ մի դրեք, հերիք եղավ, բոլ եղավ։ Գրանցվեն դետքի էջերին, ինչու ոչ նաև ոմայի էջերին, Facebook-ում, Instagram-ում, YouTube-ում։ Իհարկե ավելի լավ կլինի որ դա պարապեք։ Մասնակցեն ոմայի կամ ուրիշ ռազմահայրենասիրական կազմակերպությունների կազմակերպած դասերին, եթե չեն կարողանում ֆինանսապես, ֆիզիկապես, մասնակցեն ֆինանսապես։ Ոչ միայն ասենք ֆինանսապես, այլ նաև հա ինֆորմացիա տարածելով ինչ հնարավոր է ասենք, կիսվելով, ձեզանից շատ բան չի գնում, էլի ասենք, մի հատ լայք անեք, մի հատ կիսվեք, բայց այդ ալգորիթմներին է օգնում ու տարածմանն է օգնում եւ չի բացառվում, որ դուք լինելով տեղյակ, բայց ասենք շատ զբաղված կարևորագույն գործերով, չնայած հայրենիքին եւ սեփական մարմինը պաշտպանելու ավելի կարևոր բան ես չգիտեմ ինչ կա, բայց երևի ավելի կարևոր գործերով զբաղված լինելով դուք չեք կարողացել ուրիշ ձև մասնակցեք, դե գոնե այդ ձևով մասնակցեք, չի բացառվում, որ մեր հայրենակիցը ձեր կիսվելուց ուշադրություն դարձնի այն նյութերին, որոնք որ մենք հրապարակում ենք եւ հետաքրքրություն առաջանալով գա պարապի եւ ինչի՞ չէ, Աստված չանի, ասենք այն սարսափելի ինչ-որ իրավիճակ ստեղծվի, իր գիտելիքների շնորհիվ ձեռ մեկնի անձամբ ձեզ կամ լեզուս պապանձվի ձեր ընտանիքի անդամներին։ Դիզլայք չդնեք հանգարց, բնական է իմ ճշմարիտ խոսքը, մշտապես ճշմարիտ խոսքը դիզլայքի արժանի չի։ Ասեմ, որ շատերը չեն հասկանում, որ դու սարկազմ ես անում։ Ի՞նչն է սարկազմը։ Մանավանդ որ չեն ուզում հասկանան, այդպիսի մարդիկ էլ կան,
Լավ, քննադատական խոսքը կոմենտների մեջ ասենք ողջունվում է, եթե ճիշտ է խոսքը։ Ավելի շատ ողջունվում, շատ է ողջունվում քննադատականը, ոչ թե ասենք, չգիտեմ, վերնաշապիկից կաթիլներին կպնելու ինչ-որ բաներին կամ մորուքից խոսակցությանը հենց բովանդակային քննադատություն է, ինչպես նաև ողջունվում է, եթե նոր թեմա դուք առաջարկեք։ Այս թեմային իրականում մենք նախորդ հաղորդումներով մոտեցել ենք։ Մի անգամ նույնիսկ ասենք թուրքերի օրինակներ բերել, ցույց ենք տվել, հետո դրանից հետո խոսեցինք Իսրայելի պետականամետ մոտեցմանը, թե ինքը ոնց է գնահատում իր յուրաքանչյուր քաղաքացուն, կապ չունի աշխարհի որձերում լինեն, այդ էլ է մոտենալ, էլի, գալիս ենք քիչ-քիչ եկանք հայկական Սփյուռքին ու այժմ երևի ներկայացնելու ենք այն պոտենցիալը, ինչը ունի Սփյուռքը ու թե ոնց կարող է այդ պոտենցիալը հանուն Հայաստանի, հանուն հայերի օգտագործի Հայաստանի Հանրապետությունը ու օգտագործել մենակ դա չի նշանակում մենակ վերցնել, պետք է տասել։ Ու տալը էդի երկու հաղորդումներով ցույց ենք տվել ձևերը ոնց է լինում։ Այսինքն պետք է հայը իմանա, որ ինքը աշխարհի յուրաքանչյուր կետում պաշտպանված է։ Դա շատ կարևոր է, դա շատ կարևոր է, ասենք նաև ոչ միայն այն քաղաքացիների համար, ովքեր որ կարող է ասած սարսափելի իրավիճակի մեջ հայտնվեն, անպաշտպան իրավիճակի մեջ, ոնց որ մեր քաղաքացիներն են բանում, Բաքվի բանտում, եւ երևի մեր կառավարությունը ի վիճակի չի ոչ մի բան անի, չնայած ես ասում են դրա մասին մի խոսացեք, մենք ինչ որ քայլեր ձեռնարկում ենք։ Դե ասում եմ, այդ իրավիճակը հələ միանք դնենք, բազմաթիվ անգամ եղել է, երբ որ մեր հայրենակիցները տարբեր բանդիտական խմբավորումների կողմից, ասենք, կամ առևանգվել են, կամ իրենց ունեցվածքն, ասենք, բռնագրավվել, ասենք, այդ բանդիտները կարային լինեին պետական աշխատող տարբեր երկրներում, եղել է, ասենք, ռեկետի բաներ, ես հիշում եմ սրանից մի քանի տասնյակ տարի առաջ, ուրեմն 3 կամազով մեր հայ բիզնեսմենը, գործարարը ապրանք էր տանում, կարծեմ Պրիբալտիկա, բանով Ռուսաստանով, Բելարուսով, եւ ճանապարհին իրան, չասեմ որ երկրում, ոստիկանները ուղղակի կայնացրել էին, ասել էին, այս մի բանա, մեքենան թող եւ 3-ից մեկը ուզում էին ոնց որպես նալոգ խլեին ձեռներից եւ դիվանագետների միջամտությամբ ոչ մի հարց չլուծվեց, որտեղ դիվանագետները ժամանակին, ասենք, մտածում էին, որ ցանկացած հարց հնարավոր է լուծել հեռախոսազանգով, բայց հենց տեղի Սփյուռքի ներկայացուցիչները, հայկական Սփյուռքի, որը որ բանը ձևավորման, ասենք, ստադիայում էր գտնվում, կարողացան այդ հարցը լուծեն ու գրեթե առանց ֆինանսական կորուստների այդ մեքենաները վերադարձվեցին եւ այլն։ Ու նմանատիպ իրավիճակներ, ոնց որ ասենք 3 հայ բանը Աֆրիկայում պատանտ էին վեկալել, բանը ծովահենները, օթաչուների հետ էս։ Հա, ծովահեններ էին, ծովահեն չէ, ավազակ էլի, ասենց։ Բանն է, օթանավն էին վերցրել ու իր էկիպաժով բան, ու նման բաներ շատ ա եղել եւ Սփյուռքի ուժեղ լինելն ա թույլ տվել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քիչ կորուստով կամ, ասենք, ողջ առողջ վերադարձել են իրենց ընտանիքի գիրկը։ Նման դեպքեր, երբ որ հենց տեղում Սփյուռքը կարող է օգնել, բազմաթիվ են, բայց ես ուզում եի նաև ուրիշ բանի անդրադառնալ։ Սարգիս Հացպանյանը, երևի շատերդ կհիշեք իրեն, ես մի անգամ հետը զրուցելուց լսեցի մի բան, որ եւ հավատում եմ այդ թվերին, որտեղ ինքը մի քիչ հետազոտողի բանով էր մոտենում եւ հետազոտել էր, էլի։ Ասաց 300
Սփյուռքից ուրեմն պատերազմի մասնակից է եղել 90-ական թվականներին։ Ես զարմացա, ասի չի կարող պատահի այդքան քիչ, չէ՞ որ Սփյուռքում մենք 10 միլիոն եւ այլն։ Ինքը ասաց, չէ, այնքան էլ 10 միլիոն չենք, որովհետեւ մենք 10 միլիոն ասում ենք, 10 միլիոն պոտենցիալ մեր հայրենակիցներն են։ Իրականում այնտեղ մեր հայրենակիցները 2-3 միլիոն են, բայց այդ 2-3 միլիոնն էլ ասենք բավականին ուժեղ են եւ կարողացել են այդ 300 հոգու ուղարկելուց բացի մի քանի հազարի հանդերձանքի հարց լուծեն, մի քանի հազար հոգու ստեղ զենքի հարց լուծեն։ Օրինակ, 91 թվականի դեկտեմբերին կար մի ցավալիա, բայց չեմ հիշում իր անուն ազգանունը, զենքի առևտրական ազգությամբ հայ, որի երկու ինքնաթիռ զենք ուղարկել Հայաստանը էմբարգոների մեջ էր, որպես պատերազմի մեջ գտնվող երկիր եւ ոչ մեկ մեզ զենք չէր տալի, իսկ թուրքերին Ուկրաինան տալիս էր։ Իդեպ Սլավա, գիտեք, չեն հանճարները, որ գոռում են։ Իմիջայլոց այսօր իմ աշխատավայրում ոնց որ էլի փորձում են գովերքեին Ուկրաինային։ Շատ հետաքրքիր։ Մոռանալով, որ 90-ականներին ոչ միայն 90-ական միակ զենքի մատակարարն զենքի կամավորների, թուրքերին միակ բանա զենքի մատակարարն է եղել եւ կամավորներ է մատակարարել։ Որտომ հենց կամավորներ են եղել։ Այո։ Ոչ թե փողով նայում իկներ, բայց կամավոր ուրիշ երկրներից են եղել, Ղազախստանից, Ուզբեկստանից, բայց պետություն, որը կազմակերպված է եղել այդ պետությունը։ Մատակարարն է եղել, ասենք, Բաքվի Հանրապետության անկախանալուց զենքով, դա միայն եղել է Ուկրաինան։ Իսկ բանը մեզ այդ վաղ ոչ մեկ զենք չէր տալի, այն զենքերն էլ որ կար Հայաստանի Հանրապետությունում ու մնաց մեզ մի մասը, ու այն զենքերը որ կար Բաքվի Հանրապետությունում ու մնաց Իրան, այնս կարճ ասեմ, էլի որ պատկերացնեք մենք ինչ վիճակում էինք, ուրեմն Բաքվի Հանրապետության տարածքում բացի մոտոհրաձգային զորամասերից, ցամաքային զորքերից ուրեմն տեղակայված էր 19-րդ ավիաբանակը։ Այդ սաղ ինքնաթիռները մնաց թուրքերին։ Դրա համար իրանք ունեին 100 ինքնաթիռ, մենք 0, այդ 0 մի կերպ դարավ չունեին նորմալ։ Հա, դրա համար ստիպված վարձում էին։ Իսկ մենք ունեինք 0 մի կերպ դարավ 2, երկուսից մեկը մենք խփեցինք եւ բանա ձեռ էին առնում, ասում էին Հայաստանի ՊՎՕ-ն խփեց Հայաստանի ավիացիայի 50%, այո։ Իսկ բանը այդքան զորքի բանը արկայությունը, որ այնտեղ էր, նաև պահեստներ կային, ու այդ սաղ պահեստները մնաց թուրքերին 11000 վագոն զինամթերք մնաց թուրքերին։ Հայաստանի տարածքում 500 վագոն էր, որից մի մասը պայթել էր բանում, Բալահովիտում, մի մասը տրվել էր 102-րդ բազան ձևավորելուց ռուսական զորամասին, այդ 500 վագոնից երևի 250-ն ա եղել մերը։ Բայց բանը պետքա հանուն արդարության, այսինքն մարդիկ որպեսզի իմանան, թե չէ եթե հերու չնային կմտածեն, այ ռուսը հիմա շատ է էլի հակառուսական քարոզ գնում, ռուսինա դու էր տենց արել, բայց չէ, դի սահմանները պրոստը ուղղակի որ պետության նայեք, առաջնագիծ համարվում էր, քանի որ թշնամիների երկրներից մեջ էր մտնում նաև Թուրքիան, Սովետ Միության առաջնագիծ համարվում է։ Խելամիտ չի, օրինակ մեծ ավիա եւ հրթիռային զորքեր ունենալ անմիջապես սահմանի վրա։ Դրա համար սահմանից հեռու են հիմնական ուժերը պահում։ Բաքվի Հանրապետության տարածքում էին շատ քիչ Վրաստանում էին ներկայացված, մեր մոտ ընդհանրապես ներկայացված չէին։ Բացի դրանից չափսը բերում էր ընդրան, որ ստեղ տեղակայված էր 7-րդ բանակը 3 թե 4 դիվիզիայով, իսկ ընդ ուրեմն 4-րդ բանակն էր 7 դիվիզիայով։ То есть այդ զորքերի շատ լինելը ու համապատասխան պահեստները, զենքերը համապատասխան
բոլոր երկրներում, ասենք Պրիբալտիկայում, Միջին Ասիայում վերադառնանք Սփյուռքի, չէ, որտեղ կասեմ, ժամանակը այդ սաղ մնաց այդ երկրներին ու այդ պայմաններում Հայաստանին ոչ ոք զենք չէր տալի, հատկապես արևմուտքը, ոչ ոք, բայց մի հայ բիզնեսմեն զենքի առևտուր էր անում, զենք վաճառող երևի կերպարներից մեկը Արուժեյնի Բարոն ֆիլմի, ասենք կերպարներից մեկը, որ դրա բանը Նիկոլաս Քեյջն էր մարմնավորել այդ հերոսին, ուրեմն ինքը երկու ինքնաթիռ զենք էր տրամադրել, ինչքան ես գիտեմ, ինչքանով գիտեմ, որ բանը անվճար, ու էդի պատճառ եղավ, որ իմ հարսանիքը դառավ ձիվիշնիկ, որովհետև բանը Սամվել Խաչատրյանը, Վազգեն Սարգսյանի օգնականը, ուրիշ տեղից մարդ չկար տանելու, եկավ բանը Վարդանը Վովայի հարսանիքից սաղ տղամարդկանց ասես գնացինք ինքնաթիռ դադարկելու, երևի բանը Չարբախից իմ հարևաններից բացի էլ տղամարդ չմնաց, էլի ասենք հարսանիքում, սաղ կանայք էին այդ հարսանիքը, ու դա Սփյուռքի ներկայացուցիչ մեր հայրենակիցներ, որը զենքով ապահովեց 91 թվականի դեկտեմբերի վերջ Հայաստանի Հանրապետությունը, կարելի է հիշել, ասենք 20 թվականը, երբ որ Ոմա գումարտակում 378 հոգուց 123-ը, ես թվերը լավ չեմ հիշում, բայց հեշտ է հիշել, էլի, 1, 2, 3, 123 հոգի Սփյուռքից էին մեր հայրենակիցները, կային իհարկե մարդիկ, ովքեր որ հայկական անձնագիր ձևակերպել էին, կային որ չէին ձևակերպել, ասենք երկրորդ քաղաքացիություն, բայց 123 հոգի Սփյուռքից էր, որոնցից հիմա մի քանի հոգի, մի քանի ասելով 1-2 չէ, շատ, մնացել են Հայաստանի Հանրապետությունում ապրելու, Սփյուռքի ուժեղ լինելը Հայաստանի ուժեղ լինելուն ոչ թե նպաստում է, այ Հայաստանին անմիջապես ուժեղանալու մի մասն է, եթե Սփյուռքը լինի ուժեղ, Հայաստանը ուզած չուզած ուժեղանալու է համ տնտեսապես, համ ասենք ռազմական առումով, համ դիվանագիտության մեջ, հիշենք Շարլ Ազնավուրի ֆակտորը, այն որ մինչև հիմա Մակրոնը ասենք հայկական մեղեդիա լսում կայանում սկսում է քոչարի պարել, ինչից կլինի, հիշում ենք որ Շարլ Ազնավուրի թաղմանը ինչ էր կատարվում Ֆրանսիայում, ու ինչ ազդեցություն ուներ Ֆրանսիայի հայը, ֆրանսիական Սփյուռքը փաստորեն, то есть հայկական Սփյուռքը Ֆրանսիայում, Ֆրանսիայի դիվանագիտության վրա, այն որ ասենց վզասոս ատամներով իրար հետ համբուրվում են մեր ու ֆրանսիական ղեկավարները ու ռեալ բան էլ չկա, բայց այդ ջերմ հարաբերությունները երևի մանգապարտեզ են իրար հետ գնացել, հա, կամ իրար հետ նույն գարշոկն են կիսել, կամ այս լուխերը ճիշտ է Մակրոնի մասին, չէ, չեմ կարծում, չէ, դի հումոր եմ անում, կարծում եմ դա հայկական Սփյուռքի, ուժեղ Սփյուռքի հետևանքներն է Ֆրանսիայում, ես մի հատ ասեմ, էլի թյուր կարծիք կա, մանավանդ այս վերջի տարիներին ձևավորված, որ Սփյուռքը մեզի ոնց որ տորմուզ անի, իրանք տարբեր երկրներ իրաց մոտ եղած հայերին օգտագործում են մեր դեմ, բայց տես չի, կարա տես դեպք լինի, բայց էդի քո անտաղանդ չէ, կարա ու Սփյուռքի ներկայացուցիչները իհարկե նաև լինելով օտարության մեջ, օտար գաղտնի ծառայությունների շատ մեծ ազդեցության տակ լինելով, կարան օգտագործվեն նաև ի վնաս մեզ։ Հա, բայց ես խոսքը շարունակեմ, էլի, այդ ի վնաս մեզ կարան օգտագործվեն, պատճառներից մեկը նա է, ու հիմնական պատճառը, որ քո հատուկ ստորաբաժանումները լավ չեն աշխատում Սփյուռքի հետ։ Եթե լավ ուղղորդված աշխատանք լինի, ոնց որ օրինակ աշխատում են իսրայելական հատուկ ծառայությունները իրենց տարբեր Սփյուռքի գաղթօջախների հետ, հավանականությունը շատ ընկնելու է։ Ու երբ ունես մոտավոր 7 միլիոն մարդ Սփյուռքում,
7 միլիոնից եթե կեսն են իրականում հայ, մնացածը պոտենցիալ հայեր են ու լավ աշխատելու դեպքում, երբ որ հայ լինելը Էդ էլ բաց էլի մարդկանց կթվա, որ դու հայ չես համարում այդ մարդկանց, չէ, իրանք հայ են առնով, ուղղակի էլ այդ գիտա հայ լինելու գիտակցությունը չունեն։ Իրանց մենտալնեսը, լեզվամտածողությունը դեռ հայկական չի, բայց իրանք պոտենցիալ ունեն, որպեսզի ասենք լինեն հայկական, թե լեզվամտածողության մեջ, աշխատանքի շնորհիվ կարա լինի, միայն աշխատանքի շնորհիվ հատուկ ստորաբաժանումների ու եկեղեցու, որտեղ հատուկ ստորաբաժանումներ եկեղեցին ցանցային պետություն է կարելի ասել հայ առաքելական եկեղեցին աշխարհի տարբեր կետերում ինքը ցանցային պետություն չի, ցանցային պետության ոնց որ ասած հիմնասյունը կարա դառնա։ Հա, թե հիմա ինչքանով թե վատնա լավնա, ցանցը կա։ Եթե հիշենք Սփյուռքի ազդեցիկ ֆիգուրաներին, մարդ ասենք, այդ որ Նուբարաշեն դարձրեցիք, խեղճ սովետը ձեզ ինչ էր արել, չգիտեմ, սովետաշենը փոխեցիք Նուբարաշեն, հետաքրքիր է, ում պատվին էր, Համզաչիմանի Նուբարի պատվին էր, թե չգիտեմ, Վերինախտայի Նուբարի պատվին էր։ Կարող է Սփյուռքի ուժեղ Սփյուռքի Նուբար Փաշայի պատվին էր։ Ոնց կարելի է չուրախանալ եւ չնպաստել Սփյուռքի ուժեղացմանը։ Սփյուռքի ուժեղացումը, դա գիտեք ոնց է, այ երկու եղբայր։ Մեկը, չգիտեմ, բարբի մեջ է ուժեղ, ըմբշամարտի մեջ, մյուսը մաթեմատիկայի մեջ։ Ու եթե իրանք ջղտակ լնեն, իրանք նույնիսկ կարան փոխվեն դասի վաղ, մեկը մյուսի փոխարեն քնություն անձնի, այն մյուսի փոխարեն կարա էթա փողոցում կռիվ անի ու երկուսից էլ վախենան, չնայած այս մեկը բատանի կա, այն մեկն էլ ասենք քիչ գիտելիքներով օժտված, ասենք ֆիզիկականին զոր տված, բայց ասենք կյանքում քիչ գիրք կարդացած, դա իհարկե շատ պայմանական էլի, բայց երկուսից էլ նույն ձևով կվախենան փողոցում ու երկուսին էլ նույն ձևով կգնահատեն դպրոցում։ Եթե տանդեմ լինեն, էլ եթե իրար հետ եղբայր լինելը չմոռանան, եթե էգոիզմով թունավորված չլինեն, ինձը, այն որ մի հատ բան ունեինք Զորամասում, մի հատ ռուս բան ունեինք, աֆիցեր ունեինք, բաներ անում, ասում էր ձեր ժողովուրդը շատ էգոիստիչն է, ասում եմ, էլի տավարիշ կապիտան, ասում է, դե բաչե նկատել ես կացինը սենց խփում ես աջ ձախ, իսկ հայերի կացինը դեպի ինձ, ուրակետ էր, էլի, այ եթե այսենց ուրակություն չանենք, կթուկովի տեղ չդնենք մեր եղբորը, թե Սփյուռքա հայը Հայաստանն է, թե Հայաստանցին Սփյուռքին, այդ դեպքում կլինի համինց համքես հետնել ընդհանուր գործ առաջ կեթա եւ ընտանիքը կուժեղանա, բայց եթե ինձ, իմնա, ես ուդեմ, դե կասեի ինչ կեր էլի ասենք, մեռա ասելով, չի կարելի կթուկովի տեղ դնել բանը Սփյուռքին, չի կարելի ոչ մի քո հարազատին կթուկով տեղ դնել, ինքը քո հարազատն է եւ դու քո հարազատական, ասենք, կապը պահելով, քո պարտականությունները կատարելով մարդկային քո հարազատի նկատմամբ փոխադարձ հարազատի, ասենք, վերաբերմունք կստանաս եւ մեկին գումարած մեկը միշտ չի որ երկուս է, հաճախ լինում է մեկին գումարում ես մեկ, ստացվում է 3, 4, 5 երկուական համակարգով է, չէ՞, մեկ։ Այո, որտե 0-1-ին միայն։ Ես Սփյուռքի մի էլի կարևորագույն բան եմ ուզում ասեմ, էլի։ Սփյուռքի մեր ներկայացուցիչների մասին չէր խոսում Հայաստանի Հանրապետության վարչապետը, երբ որ ասում էր, իրանք բարձր աշխատավարձով տարբեր տեղերում աշխատում էին եւ մենք պետք է իրանք պարգևավճարներով ինչով գոնե մի կերպ ասենք
ոչ թե գայթակղենք, այլ ապահովենք իրանց մինիմումը, իրանց եղած եկամուտների գոնե մի քանի տոկոսը, որ իրանք ընդեղից գան աշխատեն։ Դա Սփյուռքին թվում է թե թուլացնում է, չէ։ Եթե իրանք գան ու Հայաստանի Հանրապետությանը ուժեղացնեն Սփյուռքի ներկայացուցիչները բարձր մասնագետ, դա խաչաձև օգնություն է։ Պետք չի մոռանալ, որ նաև Հայաստանի Հանրապետությունից են տաղանդավոր մարդիկ Սփյուռքում հայտնվում։ Հարազատական կապը կբերի մեր հզորացմանը, մեր ընդհանուր հիշենք, որ թուրքը դեբիլ չի, Ալիևին դեբիլի տեղ ենք դրել, դե սենց մեծ քթով, բեղերը այրադրում գլխակի տակ դրած ոնց որ բանա Միմինոյի բանա դերասանը լինի Կիկաբիձեն, գրոտեսկային Դանելիայի ասենք ֆիլմից, շատ անման չէ ասենք, բայց ինքը հաստատ դեբիլ չի, նկատել եք ընդհանրապես ինքը ինչին էր կպնում, հիմա այդքան շատ չէ, որտեվ ահագին հարցեր լուծել է, էլի ասենք, բայց հիմնականում ասում էր мы боремся с армянством мировым, то есть մենք մարտնչում ենք համաշխարհային հայության հետ, որովհետև իր համար դա բոբո է։ Դե փաստորեն երկու տեղ կարելի ասել հաղթել են ճակատամարտերը։ Դա Հայաստանում, Արցախում հաղթել են ու արդեն իրենց Սփյուռքը շատ հզորացել մեր Սփյուռքից ՌԴ-ում։ Ու նաև դա է պատճառը, որ բանա Բայց պետք է նշել 20 թիվ եղավ, որովհետև մեր Սփյուռքը այդքան արդեն ուժեղ չէր, որ ի վիճակի լիներ կանգնացներ թույլ տվությունը, թողտվությունը Ամերիկայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, բայց Ֆրանսիայում օրինակ ադրբեջանցիք այդքան չկան կամ Ամերիկայում, Եվրոպայում կամ Ֆրանսիան, Եվրոպայի ներկայացուցիչ է, ադրբեջանցի, այսինքն կամ մերձ կասպյան թուրքեր են, թե օսման թուրքերն են օգնում։ Գիտես ինչ, այնքան հետաքրքիր է, բանը, երբ որ ես միացնում եմ բանը թուրքերին ասում եմ իրանք մեկ են, ինձ սկսում են ուղղել, երբ որ ռուսներին միացնում եմ, ինձ սկսում են ուղղել, բայց չգիտես ինչի, ասենք թուրքերը իրար հետ բանը տանդեմով են աշխատում, նույնիսկ ցեղասպան, գազան, մարդակեր, վաղ թե ուշ համաշխարհային, ասենք դատական ատյաններում, որ պիտի դատվի Օսմանյան բանը կայսրությունը եւ իր հետնորդ Թուրքիայի հանրապետությունը, որը բոլչի մորթելա հետնել առ այսօր գողունով օգտվում է, թալանից օգտվում է, տաքսիմ հրապարակ, չգիտեմ, Մարդինում մի քանի եկեղեցու հսկայական, ասենք, հողակտորներ ու տենց հազարներ չէ, տասնյակ ու հարյուրավոր հազարներ սեփականություն համբարեն մարսելա, իր մեր հետ այս վիճակից չէլ փորձում օգտվի, որ անմիջապես մեր հետ կապ հաստատի, ասում է, բանա, Բաքվի հետ ձեր հարցերը լուծեք, մենք կստորագրենք։ Հետաքրքիր արա, ինչից կլինի։ Կարող է Վովան Վարդանով ճիշտ է, որ ասում է իրանք թուրքը մեկ է։ Կարող է, ասենք, եթե ինչ-որ տարաձայնություններ ունենան, մեկը իրանք եղբայր են։ Այ չգիտես խի մենք ընդունում ենք, որ բանա Հայաստան, Արցախ եւ Սփյուռք մենք մեկ ենք, իսկ թուրքը չգիտես խի Անկարայի եւ բանի թուրքը մեկ չի, Մոսկվայի եւ բանի Կիևի ռուսը մեկ չի։ Ախպեր, մի հատ հասկանանք, էլի, ձեր համար ազգայինը կարևոր է, թե կարևոր չի։ Օրինակ, իմ կարծիքով թուրքերի համար իրենց ազգայինը կարևոր է դեռևս 1908 թվականից, երբ որ երիտ թուրքերը եկան իշխանության։ Բայց մի հատ հարց տամ, էլի, ռետորական հարց է։ Իրանց համար ի՞նչն է իրանց միավորում, մենակ ազգային գաղափարը չի ազգային միավորում իրանց։ Նայ, գաղափարը ազգային որն է։ Կարող է, չէ, ասենք դու լինելով իրանք ուզում են վերականգնեն իրանց ազգային գաղափարներից ամենահայտնին, դա մեծ Թուրանը վերականգնելու կարիք չկա, որտեվ ինքը երբեք միասնություն չի եղել։ Դե իրանք ներկայացնում են մեծ Թուրան վերականգնել, բայց ես քիչ-քիչ բերում եմ դրան, որ մենք որպես ազգ մեր
նպատակ չկա մեր արժև ինչ-որ դրված։ Հիմա էլ գիտեմ, որ 2005 թվականին ինչ-որ հարցում է եվրոպական եղել Վրաստանում, Բաքվի հանրապետությունում ու մեր մոտ, թե որն է ձեր նպատակը, ազգային նպատակը, օրինակ վրացիները այդ ժամանակ պատասխանել են, որ Եվրոմիություն մտնելն է, հիմնական պատասխանները այդ է եղել։ Բաքվի թուրքերը Արցախի մասին են բարձրաձայնել մեծամասամբ, իսկ Հայաստանում ընդհանուր ինչ-որ պատասխան չեն կարացել ստանան։ Հարցվածների թիվն էլ ինչքան գիտեմ 1000 պլյուս է եղել ամենտեղ, այսինքն եթե դու չունես ազգային ծրագիր, ազգային նպատակ, թե դու չգիտես A կետում գտնվելով ուր ես գնում, դրա համար էլ փորձում են հիմիկվա կառավարիչները իրենց կարծիքով Սփյուռքը խանգարում է, ընդհանուր նպատակ չունենք։ Նայեք, ես sense մի բան ասեմ, էլի հիմա մենք հարազատ ենք, չէ, ասենք, դու իմ որդին ես, ես քո հայրն եմ, բայց կարանք չէ տարաձայնություններ ունենանք։ Տարաձայնության մասին չի խոսքը։ Կարանք տարբեր մտքեր ունենանք նաև մեր ընտանիքի զարգացման վերաբերյալ։ Ես ու դու նույն բեկետին ենք քայլում, թե ես C-ով եմ քայլում, դու D-ով։ Կարանք չէ տարբեր ուղղությամբ գնանք։ Միանշանակ կարանք, բայց նպատակը նույնն է մեր։ Չէ։ Եթե մենք տարբեր ուղղությամբ ենք եթում, մեր նպատակը կարող է տարբեր լինի։ Եթե հակառակ ուղղությամբ ես եթում, հա, բարձ է, բայց եթե երկուսս է գնում ենք ուժեղ Հայաստան պետություն, ուժեղ պետություն ունենալու ուղղությամբ, չեմ ասում հիմա մենք ոնց ենք։ Ասում եմ կարանք, չէ, ասես գիպոթետիկ ձևով, որ խոսքի օրինակ մեզանից մեկը լինի ծայրահեղ ինտերնացիոնալիստ, գլոբալիստ, ես իմ Բայդենի Ռազլիվի, այն մյուսը ծայրահեղ ազգայնական։ Երբ որ դու ազգային ընդհանուր ծրագիր ունենաս, որը համընկնում է սաղ, վաղ, դա հասկանալի է։ Ես ուրիշ բան եմ ասում։ Հնարավոր է, չէ, մենք տարբեր ձևի, տարբեր հարցերի շուրջ կարծիքներ ունենանք։ Հնարավոր չի, այտենց է։ Չէ, տարբեր կարծիքներ ունենանք, ու անգամ այն աստիճանի, որ չգիտեմ, ես ուրիշ ուղղությամբ քայլեմ, դու ուրիշ, եղբայրդ ուրիշ, ու սենց բան կա, Կռիլովի առակը կա, Խցգետինը, Կարապը, տարբեր ուղղությամբ քաշում են։ Տարբեր ուղղությամբ հնարավոր է, չէ։ Հա։ Հնարավոր է, գիպոթետիկ հնարավոր է, բայց դրանից չի դադարում, ասենք, այն պոտենցիալ մեր երեխեքի, մեր հետնորդների, ասենք, մեր ժառանգների պոտենցիալ միասնության հնարավորությունը, չէ, չի դադարում լինել պոտենցիալ։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Նայ, տարբեր սրիկաներ կան, հանցագործ եւ այլն, որոնց ընտանիքներին, ասենք, պարսավանքի են ենթարկել, նաեւ ասենք իրանց զավակներին, Ես միշտ դրան դեմ էի ու այդ բիբլիական այդ հին կտակարանի, որ զավակը պետք է պատասխան տա հոր մեղքի համար, ես դրան դեմ եմ եղել, որովհետև զավակը կարող է կտրականապես սենց 180 աստիճանով տարբերվի իր ծնողից, էլի, եւ ինքը վերադառնա ոնց որ ասած ազգի գիրկը, ընդունի ազգը որպես իր ընտանիք։ Եվ երբ որ դու համել զավակին ես բրդում ենքո, դու կդրվում ես համ Իրանից, ինքն է Իրան կդրել ազգից, բայց դու արդեն կդրում ես պոտենցիալ հետնորդներից, իր զավակներից, իր թորներից, ծորներից եւ այլն, то есть դա չի կարելի անել։ Պոտենցիալը քո փոքրացնել դա մեծագույն էշություն է։ Ինքդ քեզի ոտից ոնց որ կրակես, էլի, չի կարելի նման բաներ անել։ Դու պետք է դողաս քո ցանկացած, քո սոցիումի ցանկացած անդամի վրա եւ ցանկացած պոտենցիալ անդամի վրա։ Իսկ քո ցանկացած պոտենցիալ անդամը դա այլազգն է, որը բնակվում է քո տարածքում եւ քո հետ, ասենք, մերձանալու հնարավորություն է ձեռք բերել։ Համ քո հայրենակիցները, ովքեր որ ապրում են դուրսը Սփյուռքի կազմում կամ ամբողջությամբ առանձին, սենց մեկուսացված, չգիտեմ, եսիմինչ ձևի ապրող։ Հիմա քիչ-քիչ գալիս ենք այն դրան,
Մա կապ չունի ով ծայրահեղ ձախ լինի, ծայրահեղ աջ լինի, չգիտեմ, կենտրոն լինի, իր քաղաքական կամ մտածելակերպը գալիս ենք այն դրան, քանի որ սկզբում ես ասացի, որ պետք է քո պետության հատուկ ծառայությունները ուղղորդեն, որպեսզի այդ գաղթօջախները ճիշտ լոբինգ անեն։ Իսկ գիտես ինչի դա որպեսզի ճիշտ ուղղորդեն, պետք է ինչ-որ նպատակ ունենան։ Հիմա մեր պետության նպատակը ամեն նվաստացումների գնով հասնել այնքան որ մեզ այն որ հայաթում լինում են, փողոցում լինում են մարդի, երեխա ժամանակ միշտ ծեծվողներ են լինում։ Իրանք չեն գնում պարապեն ուժեղանան, էլի, իրանք ամեն ինչ անում են այնքան որ չծեծվեն։ Էդի չի կարա ազգային նպատակ լինի։ Բոլորի նպատակը, Իսրայելի նպատակը որ նայում ես, մեծ Իսրայել ունենալն է, որ երբեք իրանք չեն ունեցել։ Այդպես նպատակ, երբ որ դու խորժակը գալիս է հաց ուտելու ժամանակ։ Հա, բայց դու պետք է գաղափար ունենաս, գաղափարը երբ որ այնքան որ ծես չուտելն է, ապա նայ չէ, կներես ոչ թե ծես չուտելն է, այս ծես ուտելուն դու այդքան էլ դեմ չես, որովհետև չես կարող բան անես, բայց այնքան որ քեզ չսպանեն ծեծելուց, այդ է քո գաղափարը։ Իսրայելը սկզբից հենց դրա մասին էր մտածում։ Իսրայելը ստեղծվում էր դրա համար, որ դադարի լինել, ասենք, եվրոպական տարբեր պետություններում ցեղասպանվող բանա տանձիկի դեր խաղա, որտեղ ցանկացած Իսպանիայում բանա դե գիտեմ, էդի Իզաբելլա թագում 12-13-րդ դարից ինչ լինում էր, ինչ խնդիր լինում էր, տարբեր քաղաքներում հավաքվում էին, տարբեր երկրներում, ասում էին մեղավորը եվրեյներն են, գնում թալանում էին ունեցվածքը իրենց։ Ցանկացած բանի դեպքում, այ ոնց որ թուրքը մեզ էր մեղադրում, որ իրանց մոտ երկրաշարժ ա եղել, կամ որ սուլթանը տղա չի ունենում, ասենք, կամ չգիտեմ ով, այտենց էլ Եվրոպաներում բանա Իսպանիայի թագուին բանա սպալնյա չէր թողում ամուսնուն, բանա չգիտեմ, երևի Կոլումբոսի վրա էր սիրարված, դրին բանա հրեաների ջարդ կազմակերպեցին ու տենց ասենք, տոս հրեաները դասեր են քաղել ու սկզբից բան էին անում, ամեն ինչ անում էին, որ ուղղակի փրկվեն, որ չցեղասպանվեն, բանա անգամ Հիտլերի հետ հարաբերությունների մեջ էին մտել, որ բանը ապրանքի դիմաց, ասենք, հրեաների էին իրանց մոտ ուղարկում Իսրայել, որ հələ Իսրայել պետությունը չկար, բայց բանա անգլիական բանա պրոտեկտորատի տակ եղած Պաղեստինի տարածքներ, հետագայում պետություն ստեղծվեց ու իրանք ամեն ինչ անում էին, որ պետություն ստեղծելու իրանք ավելի լավ պայմաններում հայտնվեն բանա արաբների հետ, որ հանգարց միջադեպեր լինի, իրանք չոչնչանան, չպարտվեն, հետագայում իրանք ամեն ինչ արեցին, որ հարևանների հարցերը կարողանան լուծեն, հիմա իրանք այնքան են ուժեղացել, որ այդ ախորժակը, ոնց որ ասեցի, գալիս է ուտելու ժամանակ, ու մեր մոտ էլ պարտադիր չի դու ես իմ ինչ հայտարարես ու այդ հայտարարածիդ համար գլխիդ ուտես։ Հասկանալի է դա, ես չեմ ասում ծովից ծով Հայաստանի մասին։ Պատկերացրու 68-7 թվականներին Իսրայելը ասեր, ես Եփրատից միջև ասենք Նեղոս գետը մեծ Իսրայել եմ կառուցում։ Ինքը հիմա էլ չի ասում դա։ Ասում է։ Չէ, բացահայտ չի հելնում։ Չէ, ասում է, վախ, ուղղակի պետությունը չի ասում։ Դրա համար գոյություն ունի խոսացող գլուխներ։ Իմ ասածն էլ է դա, ես էլ եմ դրան բերում, որ պարտադիր չի հելնի վարչապետը դա հայտարարի։ Հիմա հաշվի առնելով ինչ դարում ենք ապրում, երբ որ ինֆորմացիան շատ հեշտ է։ Բայց կարա Յովհաննիսյանը ասի։ Օրինակ, հա, ինչա անում են, ուրիշ նպատակներով են անում։ Կամ դες բլոգերներ կա պետական դες բայց ազգային գաղափարախոսությունը, որը որ դեպի ապագա բան կտանի ի տակ դալը։ Թող պետական գաղափարախոսություն գոնե ունեն։ Լավ, դա հասկանալի է, բայց հնարավոր է, չէ՞ մենք տարակարծիք հլնենք։ Ու եթե տարակարծիք հլնենք, պետք է այնքան խելացի լինենք, որ դեբիլի նման չպայքարենք մեկս մյուսի դեմ։ Երբ որ ընդհանուր ապա ինչ տարբերություն Սփյուռքից մեր հայրենակիցը
եւ Հայաստանից մեր հայրենակիցը իրար բողազ կրծեն Ներես ասեմ, քաղաքական բաներից հա չես թողում ասեմ, դու տանում ես էլի տարակարծություն, այդ տարակարծությունը ոչ մի բան եղանակ չի փոխի, երբ որ դու ունենաս համակարգային երկիր ու այդ ժամանակ կապ չի ունենա, կգան ես իմ ով այս ուխտը կնստի, թե այս բարսուկը կնստի, вообще տարբերություն, ոնց որ Ամերիկայում է, ընդ ինչ տարբերություն, դեմոկրատներն են, թե հանրապետականները, ինքը իրանք ընդհանուր կուրս ունեն ու գնում են այդ կուրսով, չէ՞։ Մեր մոտ էլ պետք է ստեղծվի համակարգային պետություն, որ տարբերություն, այդ համակարգային պետության մեջ նաև սփյուռքն էլ պետք է ներգրավված լինի։ Մի հարցում, իհարկե դա բնական է, սա ճիշտ բաներ ես ասում, բայց մի հարցում դու սխալվում ես։ Ստեղ խնդիրը ոչ թե սփյուռքի եւ պետության ընդհանուր մի ուղղության, մի գաղափարով բանով քայլելը չի, ինչքան այն անկախ դրանից քո հայրենակիցը ում գաղափարակիցն է, քո քաղաքական հակառակորդի թե ում դու պարտավոր ես որպես ավակ, որպես ուժեղ եղբայր իրան պաշտպանես։ Միանշանակ, երբ որ դու ունենաս համակարգային երկիր, դու արդեն այդ մանր խաղերի մեջ, երբ որ արդեն մանր խաղերի մեջ մանր խաղեր կտեսնես, ոչ ավել։ Հա։ Պետական դավադրություն չես տեսնի։ Մանր խաղերը գլոբալացնում, ասես նասոսը դնում, փչում, ես դարձնում ես հայոց հարց։ Իմ մեջ բացատրություն գտել եմ խիեն այսքան ժամանակ տենց արել տարբեր կառավարիչներ։ Մեջ գտել եմ այդ բացատրությունը։ Ուղղակի իրանք այնց դրանով փոշին ոնց որ բան են անում, էլի աշկ են փակում, որպեսզի շատ ավելի լուրջ խնդիրները չերևա։ Աչքակապությունով էին զբաղված, որպեսզի իրանց թուլությունը չերևա։ Իշխանությունից հեռացնելու բանը ցանկությունը ավելի քիչ մարդկանց մոտ առաջանա։ Այո։ Հա, չի բացառվում։ Դրա համար իրականում այսքան ժամանակ գործել է բաժանիր, որ տիրես այդ ասացվածքը։ Այ հիմա ես մի քիչ առաջ փորձեցի ասեմ, բայց քանի որ մեր մոտ ազատ զրույց է, դու ասենք ուրիշ բան էիր ասում ու ես ընդհատեցի, ասենք իմ խոսքը, տարբերությունը որն է, ասենք իմ եղբորս կամ քրոջս զավակը ապրող Եվրոպայում կամ քրոջս կամ եղբորս զավակը ապրող բանում Ռուսաստանում կամ Իրանում կամ Հայաստանի տարբեր քաղաքներում երկուսի դեպքում էլ ասենք, то есть 4, 5, 6, 20 դեպքում էլ իրանք իմ քույր կամ եղբոր բանը զավակներն են եւ եթե մի բան լինի իմ մարմինը մռմռալու է նույն ձևով է մռմռալու եւ կապ չունի Էջմիածինցի երկու եղբայր են իրար դանակահարում թե ասենք մի սփյուռքահայ այն մյուս սփյուռքահային քծում է թե ասենք հայաստանցին արցախցուն անօթևան է թողում կապ չունի ամեն դեպքում էդի մեզ բաժանում է էդի մեզ թուլացնում է ու պետության իմաստը ընդհանրապես պետությունը вообще երևի գլխի ենք ընկնում չէ բոլորս որ ստեղծվել ան դրա համար որ մեզ միավորի ու ցանկացած պետության ղեկին նստած ասենք մարդ կամ պետության ասես կարևորագույն օղակ զբաղեցնող մարդիկ իրավունք չունեն իրենց բաներից դուրսա մեզ բաժանելը տիրելու համար ինչի համար իրենք ստացել են մանդատ ոչ թե ձախ կամ աջ հայացքներ ունեցող մեր հայրենակիցներին բանանելու ոչնչացնելու իրանք մանդատ են ստացել որ մեզ մի ազգ վիճակում պահեն եւ ուժեղացնեն եւ հզորացնեն անկախ դրանից դա սփյուռքում եղած մեր հայրենակիցներն են թե չգիտեմ Սյունիքի մարզում տեղ գյուղի բնակիչներն են Էտա իրանց պարտականությունները դրա համար են իրանք հաց ուտում եթե իրանք դա չեն անում իրանք պետք է սոված մնան շաբաթներով որ կարող է ուշքի գան ոնց որ Գրիգոր Լուսավորիչներ զնդանում
սովածության հաշվին լուսավորվեց, պայծառացավ։ Չգիտեմ, ասենք, թեմայից ինչքանով է թեմայի մեջ, ինչքանով է թեմայից դուրս, բայց մեզ բզում են, ասում են ժամանակը սպառվել է, մեր հետ եւս մի քանի հոգի աթանում են եղել, մեր հետ վաղուն մեր հետ չէր։ Եվ հիմա իրանց սպասացնում հաղորդում ենք գրում։ Երևի կարճ գրենք, չէ, ասենք։ Երևի այսքանով վերջացնենք։ Ամենայն դեպս տեսնում եք, այն ինչ որ ես ասում եմ, սաղիդ համար հասկանալի է, որոշ մարդիկ ձեզանից ձեր բանը դվայուրդնի աղբորը անգամ չեք սիրում, կան մարդիկ, որ տրայուրդնի քվորը անգամ չի սիրում, բայց որ դուք իրար ազգական եք, բնական է դուք դա հասկանում եք, եւ որ ձեր դվայուրդնի եղբայրը կամ տրայուրդնի քույրը ուժեղ ու հարուստ լինի ու ձեր հետ հարազատական կապը պահպանի, հաստատ դուք դրանից միայն շահելու եք, միայն շահելու եք։ Եվ հակառակը պնդողը կարծում եմ ինչ որ խնդրեմ ունի, ասենք, դպրոցում սովորելու հետ, երևի դպրոցում չի սովորել, մի կերպ անգիրեր է արել ու գնահատականներ է ստացել, ինչի հաշվին, ասենք, դպրոցի ավարտական թուղթ ունի։ Սրանով վերջ։ Այսքանով վերջ, հաջողություն ձեզ, ուժեղ եղեք։ Տեսցում։